Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեն 3, հերթական անգամ կեղծվեց ժողովրդի քվեն։ Ինչ եք կարծում այս պարագայում ինչ պետք է անի ընդդիմությունը եւ ժողովուրդը, ինչպիսի ալիք պետք է բարձրացնի։ Ինձ թվում է ժողովուրդը միակ ձև ունի երեկվա խայտառակ ընտրություններից հետո, որ պետքա դուրս գա փողոց ու փողոցից հետ չվերադառնա, այլևս չմտածի, որ այս երկրում կարա ընտրությունով ինչ-որ մի բան փոխի։ Այդքան բան կարամ ասեմ։ Իսկ երեկվա ընտրությունները շատ խայտառակ էին, դաժե ասեմ նախագահականից ավելի վատ ընտրություններ էին իր կեղծիկի եւ այլն մենք ասենք ես անձամբ դիտորդական առաքելություն եմ իրականացել Հելսինկյան ասոցիացիայի անդամ եմ նմանատիպ բան ես չեմ տեսել ուղղակի մանավանդ ասենք 8:27 այդ Մալացիայի տեղամասում 8:27-29 որ 4 հոգուց ներկայությամբ լցրեցին ափաշկար լցրեցին ու ասեցին սենցա Իսկ ընդդիմության դերը պետք է ինչպիսի լինի, համախմբող, համակարգող։ Միանշանակ համախմբող։ Պետք է համախմբվեն արդեն ոչ նայեն իրանց միակ նպատակ ունենան իշխանապողություն Սերժ Սարգսյանի եւ նրա կլանի հերացումը Հայաստանից։ Ոչ թե մենակ պաշտոնից, այլ Հայաստանից։ Տեսեք, նախ ընտրությունների մասին մի փոքր ասեմ, չնայած դուք արդեն շեշտեցիք, ինքը վերջին շրջանում ես նմանատիպ խայտառակ ընտրություններ չեմ հիշում։ Այստեղ կատարվեց, այսպես ասեմ, խուլիգանություն, իմ անձնական կարծիքն է։ Ուղղակի իշխանությունները ոչ առաջի անգամ, բայց այս անգամ շատ կոպիտ ձևով ուղղակի ժողովրդին ասեցին թքած ունենք ձեր կարծիքի վրա։ Ես նույնիսկ համարում եմ, որ սա թշնամական վերաբերմունք էր սեփական ժողովրդի նկատմամբ ու այս դեպքում էլի եմ ասում իմ անձնական կարծիքն է ես չգիտեմ հարթակից այսօր ինչ կոչեր կհնչեն բայց ես կարծում եմ որ ու ես ինքս այդ տրամադրությամբ եմ եկել ես ընդունում եմ մարտահրավերը ես պատրաստ եմ կարծում եմ որ այդպես պիտի լինի պատասխանը պետք է լինի համարժեք այսինքն փողոցում երթ անելով ու տուն գնալով կարծում եմ արդեն էլ հարցեր չեն լուծվի պետք է պատասխանը լինի համարժեք Խախտումները, լցոնումները ցույց տվեցին, որ իշխանությունը հոգեվարքի մեջ եք, դուք նման կարծիքի հետ կարող եք համաձայնել։ Չէ, բացարձակ իշխանությունները էլի եմ ասում, ուղղակի այս նախորդ անգամներին, եթե դեռ ինչ-որ կերպ արդարացումներ էին փնտրում, ինչ-որ հանգամանքներ էին մեջբերում, ինչ-որ բաներ էին անում, այս անգամ ուղղակի բացահայտ ասացին, որ մենք անում ենք այն, ինչ-որ հարմար ենք գտնում, ինչ-որ ուզում ենք, առանց թաքցնելու, որովհետև երբ որ լսում ես կարծիքներ, երբ որ նայում ես բավական վիդեոներ կան, արդեն տեսել եմ, հանձնաժողովներում ինչպես են պահել իրենց այոյի կողմնակիցները, դա միանշանակ մենակ ու մենակ խոսում է այն մասին, որ մարդիկ բացահայտորեն ասում են ինչ ուզում ենք, անում ենք, ինչ եք ասում դուք մեզ, այդ է հարցը մենք ինչ պատասխան կարանք տանք այս դեպքում, իրանք անում են այն, ինչ որ իրանց ձեռ է տալիս, իրանք բացահայտ կեղծեցին ընտրությունները, այսօր ես նույնիսկ անունը չեմ հիշում, միջազգային դիտորդական խումբներ հայտարարություն տվել, ամբողջ համացանցում այդ նյութներ, որ խայտառակ կերպով անցել Հայաստանում ընտրությունները։ Չգիտեմ, ահա որ վատ վերաբերմունք ունեմ այս ամեն ինչի հանդեպ, բայց հիասթափությունը իմ համար չի, ես պատրաստ եմ պայքարի։